Շակետներում հաճախ օգտագործում է ռելիեֆ, որը շատ է տեղափոխված կողք, ավելի քան 5 սանտիմետրն է։ Կրծքի կենտրոնը ես նշել եմ։ Եթե տեղափոխեմ ավելի շատ, 5 սանտիմետրը այստեղ է, որպես օրինակություն, որ պատկերացնեք, 5 սանտիմետր կրծքի կենտրոնի տեղափոխությունը դեռ հնարավորություն է տալիս սեղմոնի խորությունը, որ մոտավորապես կստացվի 2.5 մի քիչ շատ ավելի, մինչև 3 դրանից ավել արդեն շատ մեծ սեղմոն է։ Այդ սանտիմետրները մենք կարող ենք որոշ մասը մոդելավորմամբ հանել, որոշ մասը նստացնել այդ ռելիեֆային կարի գծին։ Բայց եթե 5 սանտիմետրից շատ է, պլյուսը արդեն այս կողմ է գալիս, այդ դեպքում ձևավորվում է առանձին կտրվածքով կողային դետալ, որը շատ հաճախ օգտագործվում է պիջակներում, ժակետներում։ Եվ այդ գիծը գրեթե չի մասնակցում կրծքագեղձի այս հատվածի ֆորմա տալու, ձև տալու այդ գործընթացին։ Հիմա պատկերացնենք, որ մեր այս ռելիեֆային կարը, որը արդեն ունի դեկորատիվ նշանակություն, այն կողքի այս կարից մոտավորապես 5 սանտիմետր կամ սկսում է այս մեր արջևի թևատակի անկյունից։ Իսկ մեջքինը մոտավորապես էլի կարող է այստեղից սկսել, մեջքի թևատակի անկյունից, կամ կարող է մի փոքր ներսից սկսել։ Ես այստեղից կգծեմ։ Եվ հիմա գծեմ ռելիեֆային կար։ Եվ այս հատվածում նույնպես։ Դա ռելիեֆային կարի մեջտեղի գիծն է, որտեղ ես աջ ու ձախ հիմա կկառուցեմ սեղմոնի խորությունները։ Սեղմոնի խորությունները միշտ հիշում եք, որ այստեղ ընդհանուր խորությունները ըստ մեթոդի այն տարբեր ձևերով է, տարբեր տեղերով է տեղաբաշխված, այսինքն կա որ շատը այստեղ է, կա որ շատը կողքի հատվածում է, կա որ շատը եւ երկու սեղմոնը այս հատվածում եւ կա նույնիսկ սեղմոն մեջտեղի միջին գծում, եթե կա կար։ Մենք կարող ենք նախ այս սեղմոնը պետք է ընդհանրապես հանել, դրա համար այս սեղմոնի խորությունը ամբողջությամբ տեղափոխվում է այս մեր նոր դետալի աջ ու ձախ կողմերը։ Մենք արդեն ունենք այս, սա տեղափոխվեց այստեղ, այս խորություն տեղափոխվեց այստեղ, մենք արդեն ունենք նոր գծեր։ Ես մինչև կոնքի գիծն եմ ուզում գծեմ եւ ցույց տամ ահա այսպես։ Եվ մենք ունենք այստեղ արդեն ռելիեֆային կարի այս նոր գիծը։ Այստեղ գծի չափը, սեղմոնի խորությունը որոշվում է արդեն այս սեղմոնների հաշվին, եթե մեջքի սեղմոնը մեծ է, եթե նստացումը այստեղ շատ է, այսինքն ընդգրկող է կամ կիսաընդգրկող է, բայց կա այդպիսի ուրվապատկեր, որ լինի ավելի շատ, այստեղ կարող է հավասար չլինեն սեղմոնի երկու կողմերը, այլ ընտրեք շատ կամ քիչ։ Միայն հիշեք, որ առաջի գիծը, որը գնում է դեպի կենտրոն, հիմնականում այդպիսի պետք է լինի, այդպիսի տեսք կունենա ձեր ռելիեֆային կարը։ Այստեղ ես կարող եմ միանշան փոքրացնել այս գիծը, այս գոտկային սեղմոնը եւ այդ խորությունը տալ ահա այստեղ եւ ունենալ այսպիսի գիծ։ Ես հետո այս գծերը կձևավորեմ, դեռևս գծում եմ ուղիղ գծերով։ Եվ այստեղից նույնպես կարող եմ փոքր քչացնել, կարող եմ չքչացնել, բայց ես քչացնում եմ, որպեսզի ձևավորեմ գեղեցիկ ռելիեֆային գիծ։ Բայց կարող եմ չքչացնել։ Պիջակների դեպքում այս սեղմոնը եւ կրծքի սեղմոնը դա մոդելավորվում է առանձին, այստեղ կտրվածք է լինում, եթե գրպան կա, կտրված կողակի բացվում է եւ ամբողջ խորությունները տեղափոխվում են այստեղ, դետալը այսպես բացվում է։ Բայց ես հիմա ցույց եմ տալիս ռելիեֆային կար, դրա համար ես կրծքի սեղմոնի եւ գոտկային սեղմոնի մոդելավորում այս նյութի մեջ ցույց չեմ տալիս։ Այստեղ պետք է ձևավորվի արդեն մեր այս կողքի դետալի տեսքը, ինչպիսին է այն։ Բոլոր սուր հատվածները կորացվում են, իսկ ընդհանրապես սուր հատված չպետք է ունենանք մեր դետալի վրա։ Ներքևի եզրը նույնպես կարող եք ըստ ձեր ցանկության ձևավորել։ Եվ հիշեք, որ դեպի կենտրոն գնացող գծի տեսքը դա հենց մեր ռելիեֆային կարի տեսքն է։ Եվ սա էլ առաջամասից։ Իսկ սեղմոնների խորությունները պարտադիր չի որ լինի հավասար եւ այստեղ ես ստացա ահա այսպիսի կողային դետալ, որը հիմնականում շատ հաճախ արվում է ժակետներում, պիջակներում, այստեղ այլևս կար չկա եւ չկա սեղմոն։ Այս դետալի մեծությունը, չափը, ձևը ամբողջությամբ կապված է ձեր մոդելից, այնպես որ սա կարող է լինել փոփոխական եւ այս գծերի տեղերը կարող են ներսից ընկնել, ավելի թևի տակ ընկնի այս հատվածը կամ լինի այսպես արտահայտիչ, սա ամենամեծ դետալի տարբերակներ։ Եվ կստանաք ահա այսպիսի դետալ։ Իսկ այստեղ որոշում է գրպանի մուտքի տեղ, լինում է կտրվածք, լինում է կար։ Այս կտրվածքը գագաթ հարթ են տեղափոխվում ահա այստեղ։
Եվ երբ որ ես հիմա այսպես կտրեմ եւ բացեմ, ամբողջությամբ սա տեղափոխվում է այստեղ։ Այս սեղմոնները արդեն փոքր են, դրա համար խորություններն են փոքր, ձևն էլ արդեն փոքր լինում։ Եթե կա կտրվածք իհարկե, եւ այստեղ սեղմոնը նույնպես փոքր է, դեպ ասեմ այս սեղմոնի խորությունը կարող է ել ավելի փոքր լինել եւ հանեք կամ այս հատվածից, կամ այստեղից, իսկ այդքան շատ չի մնա իրականում վիճակների դեպքում այստեղ խորությունը բավականին փոքր է, այնպես որ այս ամբողջ խորությունը դուք կարող եք արդեն հանել այս մեջտեղի գծիկ վիճակների դեպքում դա ավելի լավ լուծում է, որտեղ լինում է նաև այս հատվածում թեքություն եւ ավելի լավ է նստում թիակների հատվածում։ Թիակային սեղմոնը նույնպես մոդելավորմամբ հանում են, կարող է լինել եւ այս գծում եւ այստեղ։ Սեղմոնների մոդելավորումը դա լրիվ առանձին թեմա է։ Այս ռելիեֆային կարի շնորհիվ մենք ստացանք այս ատրիզմոյի բայչոկ ռուսերեն այդպես են ասում, հայերեն կարող ենք ասել կողային կտրվածքով դետալ։